Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 միլիարդ 682 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր, Արարատի մարզում 8 ծրագիր, Արմավիրի մարզում 6, Գեղարքունիքի մարզում 4 ծրագիր, Լոռու մարզում 1 ծրագիր, Կոտայքի մարզում 1 ծրագիր, Շիրակի մարզում 3 ծրագիր, Վայոց ձորի մարզում 1 ծրագիր եւ Տավուշի մարզում 3 ծրագիր։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Խուդացյան, այժմ թվարկենք այն ծրագրերը, որոնք ֆինանսավորում ենք այս որոշմամբ Արարատի մարզի 6 համայնքի խոշորացված նոր ուղիի բնակավայրի նախադպրոցական հաստատության կառուցում, այս պահին կատարված են աշխատանքների 45%-ը, մանկապարտեզ նախատեսված է 90 սաղնի համար։ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցման երկրորդ փուլը կատարված է աշխատանքների 95%-ը, կառուցվել է 2 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման համակարգ։ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 արևիկ մանկապարտեզի հիմնանորոգում եւ նոր մասնաշենքի կառուցում։ Կատարված է աշխատանքների 40%-ը, իրականացվում է մանկապարտեզի առկա շենքի հիմնանորոգում եւ նոր մասնաշենքի կառուցում 300 սաների համար։ Արմավիր համայնքի Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում կատարված է աշխատանքների 83%-ը, մանկապարտեզը նախատեսված է 90 սաների համար։ Արմավիրի մարզի Մայիսյան բնակավայրի M5 ճանապարհի առաջին փողոցի 53 շենք հասցեի հատվածի հիմնանորոգում։ Աշխատանքներն ավարտված են, 560 մետր երկարությամբ ճանապարհ է ասֆալտապատվել։ Արաքս համայնքի Գրիբոյեդով բնակավայրի կենտրոնական փողոցի ճանապարհի մի հատվածի տանող ճանապարհի հիմնանորոգման լրացուցիչ աշխատանքներ ավարտված են աշխատանքներ 960 մետր ասֆալտապատում է իրականացվել փողոցի։ Արաքս համայնքի Արաքս եւ Մեծավոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցում, Արաքս բնակավայրի Դեմիրճյան եւ Դրոյի փողոցների, Մեծավոր բնակավայրի Սարյան եւ Աբովյան փողոցների գազաֆիկացում։ Կատարված են աշխատանքների 85%-ը, 17.7 կիլոմետր երկարությամբ գազատար է կառուցվում 580 տնտեսությունների համար։ Էլի Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի գազաֆիկացման աշխատանքներ ավարտված են աշխատանքները եւ 3.5 կիլոմետր երկարությամբ գազատար 1050 շահառուների համար։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրավանք եւ Բերդկում բնակավայրերի համար նոր մանկապարտեզի կառուցման երկրորդ փուլը կատարված է մինչ այս աշխատանքների 80%-ը, կառուցվում է 1865 քառակուսի մետր մակերեսով 90 սանի համար նախատեսված մանկապարտեզ։ Մարտունի համայնքի Աստղաշեն, Վաղաշեն, Գեխովիտ բնակավայրերի գազաֆիկացում կատարված է աշխատանքների 95%-ը, կառուցվել է 2.9 կիլոմետր գազատար 165 տնտեսության համար։ Մարտունի համայնքի Վարդաձոր եւ Երանոց բնակավայրերում ոռոգման ջրատարերի կառուցում կատարված է աշխատանքների 90%-ը, կառուցվել է 2.5 կիլոմետր ջրատար, ոռոգման հողատարածքը 150 հեկտար, 300 տնտեսությունների համար նախատեսված։ Վանաձոր Լոռու մարզում Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգվում ավարտված են աշխատանքները 1.1 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է հիմնանորոգվել։ Կոտայքի մարզում Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր բնակավայրի լուսավորության համակարգի արդիականացում ավարտված են աշխատանքները, կառուցվել է 2.4 կիլոմետր լուսավորության ցանց, տեղադրվել է 79 հենասյուն,
79 LED լուսատու։ Ամասիա Շիրակի մարզում Ամասիա բնակավայրի Բյուրական, Բանդիվան, Զորակերտ, Ծաղկուց, Շաղիկ, Աղվորիկ, Արեգնադեմ, Գտաշեն եւ Մեղրաշատ բնակավայրերի փողոցային լուսավորության անցկացում ավարտված են աշխատանքները, ընդհանուր առմամբ 11.7 կիլոմետր լուսավորության ցանց է կառուցվել, տեղադրվել է 391 հենասուն, 391 LED լուսատու։ Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում ավարտված են աշխատանքները, 1.8 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է ասֆալտապատվել։ Արթիկ համայնքի թվով 12 բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցում։ Աշխատանքներն ավարտված են, 16.7 կիլոմետր լուսավորության ցանց է կառուցվել, 561 հենասյուն, 561 LED լուսատու։ Վայոց ձորի մարզ Արենի համայնքի Ելփին բնակավայրում մանկապարտեզի կառուցում կատարված է շինարարական աշխատանքների 66%-ը, կառուցվում է 700 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզ, նախատեսված 60 սանի համար։ Տավուշի մարզ Բերդ համայնքի Բերդ Նավուր այգեպար բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների եւ բակային տարածքների սալիկապատում կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, վերանորոգվել է 10,000 քառակուսի մետր բակային տարածք, իրականացվել է 200 գծամետր բետոնե հենապատերի հիմնանորոգում։ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Բլբուլյան 73, Բլբուլյան 79, Անկախության 21, Այգեհովիտ բնակավայրի Կայան Ավան թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, հիմնանորոգվել է 4 բազմաբնակարան շենքի տանիք 3097 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի թիվ 5 մանկապարտեզ հողակի շենքի հիմնանորոգում կատարված է աշխատանքների 99%-ը, հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, սաների թիվը սպասվող 60։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։